Օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ որդին, այլ միայն հայրը։ Մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ։ Եվ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, մարդու որդու գալուստն էլ է այդպես լինելու։ Արդ, արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա։ Բայց սա իմացեք, որ եթե տանտերն իմանար, թե գողը որ պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդու որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։ Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր Տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։ Երանի այն ծառային, որի Տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։ Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի. «Իմ Տերն ուշանում է գալ», և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել ու խմել, այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի, և նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։